Երբ բարկացած ես մեկի վրա, իր մասին քեզ թույլ ես տալիս մի քանի ավելորդ բառ ասել, ապա դա նորմալ է։ Ասում են բարկացած է, կարող է մի քանի բառ ավել ասի, ոչինչ։ Բայց որ հավանում ես մարդուն, իր արվեստը, իր գործն ու արածը, էմոցիոնալ խոսում ես, մի քիչ էլ ճոխ ես խոսում, այդ արդեն չի կարելի։ Եթե վատը լիներ, ասենք, հա դե մարդը բարկացած է, բայց լավի դեպքում զգուշ, մի չափազանցրու։ Սպասի թող մարդը մահանա, հետո իր մասին լավը կխոսես, ինչքան սիրտդ կուզի։ Որ հիմարն է հորինել այս ավանդույթն ու ինչու է ինքը դարձել ընդունելի, բայց ես դա չեմ ընդունում։ Խնդրում եմ, համարձակ խոսեք այն մարդկանց մասին, ովքեր ողջ են։ Նա կլինի քո հարազատը, սիրելի արտիստ, բանաստեղծ կամ մի լավ մարդ, կապ չունի, խոսիր նրա մասին, համարձակ տարածիր նրա մասին քո էմոցիաներն ու քաջալերիր նրան կենթանության օրոք, որովհետև իր մահից հետո, իր մասին լավը հիշելով դու քեզ ես կերակրում, ոչ թե իրեն։ Եվ առհասարակ մարդու մահից հետո նրա շիրիմին այցելելն էլ, գերեզմանակարին փորագրումներն էլ, նրան տարվող ծաղիկներն էլ մահացողը ոչ զգում է, ոչ էլ կզգա։ Դրանք միայն մեր խղճի հանգստության համար են։ Սիրեք մարդկանց, քանի դեռ նրանք ողջ են։ Իսկ հետո ձեր սերն իրենց պետք չէ։